մարդիկ ովքեր ունեն բացի իրանց առաքելությունից, առաջադրանքից, որը տրված է իրանց, եւ էմոցիոնալ կապ, իրանք ավելի երջանիկ են ապրում ենքան գոնե ինչքան որ ապրում են, որտեղ ունեն էմոցիոնալ կապ։ Այդ էմոցիոնալ կապը անպայման չի, որ գուրգուրես առավոտվանից մինչև երեկո, կարող է ջղայնություն լինի, կարող է հիասթափություն լինի, դա ամբողջը էմոցիոնալ կապ է։ Այդ էմոցիոնալ կապը եթե զրկեցիք, ձեր առաջադրանքը կարող է չաշխատի, որ դուք զրկել եք ձեզ մի հատ կարևոր կոմպոնենտից, այդ էմոցիոնալ կապն է։ Եվ մեկ է զայրույթից։ Շատերն ասում են, ինչ ես զայրանում։ Զայրանում եմ, որովհետև դա իմ ներքին վիճակն է։ Կարելի է չզայրանալ, դե լավ է, ոչինչ։ Դե պիտի կարողանաս, ես էլ եմ շատ ու շուտ զայրացող, մի տեսակ սրտիցս բխած բաներ եք ասում, բայց այն ամենանիվ պայքարել պետք է էմոցիաները։ Ներկայում մեր հանդիպման հենց առաջի բանը դա էր, ես իմ տեսակ դուք իմ արտահայտությունը։ Բայց ես գոհացա, որ դուք անկեղծ եղաք, որովհետև ամենակարևորը դա է թերևս։ Չէ, ես գիտեք, իմ կնոջը միշտ ասել եմ, որ ես քեզ փոքր բաների մեջ երբեք չեմ խաբի։ Մեծ բաներում կարող եմ խաբեմ։ Լավ էլ, ինչ եք ասում։ Այո։ Փոքր բաներն ու մեծ բաներն էլ հարաբերական չեն։ Ինձ համար ես ունեմ այդ բանը, ջրբաժանը ունեմ, որն է փոքր, որն է մեծ։ Ես բժիշկ լինելով հասկանում եմ, որ ոչ ամեն բանն է հնարավոր կամ դրական տեղափոխել մեկ ուրիշին։ Այսինքն այն բարի սուտը, հա, ոնց սպիտակ սուտը։ Բարի սուտ չէ, չէ, սուտ չկա։ Կարելի ասել ամբողջ ճշմարտությունը եւ կարելի ասել ճշմարտության կեսը այդ դեպքում դիտակետից երևի այո իհարկե որովհետեւ ես ունեմ համապատասխան տենց լեկցիա ունեմ որը կոչվում է ինչպես հաղորդել վատ լուրը դա մեթոդաբանություն է ոնց որ ձեզ մոտ սովորացնում են ինչպես վարել հաղորդումը չէ դա տեղեկատվության տեսակետից մենք էլ ունենք տեխնիկաներ դա մեթոդաբանություն է որը բժիշկներին շատ ուշադիր լսում են որովհետեւ բոլորին հետաքրքիր է թե դե մարդիկ կան հաղորդում են ոնց որ կա մի հարց էլ որ առողջ ծերության կամ առողջ կյանքին չի կապված բայց այն ամենանիվ ձեր ասացի հետ մարդուն չցավեցնելու համար խաբելը ձեր այս տեսության տեսակետից արդյոք ընդունելի է մարդուն խաբել պահել կեղծիքի մեջ որովհետեւ ճշմարտությունը ցավ կը շատ անձնական է տարբերվում են մարդիկ օրինակ ես չեմ ուզենա ես մինչև վերջ ուզում եմ իմանամ այն ինչ որ կա բայց մարդիկ կան որոնք անպաշտպան են այդ ամբողջին եւ չեն կարող տանել այդ ամբողջը այդ իրանց համար հավասար է ծանր իրավիճակի այնտեղ պետքա զգուշ լինել գերադասել է խաբված լինելը ֆորմուլան էսպիսին է անձնական պետք է իմանամ հիմա ես ձեզ իմանալով ես կարեմ ասեմ որ ձեզ անկես կարեմ ասեմ մինչև վերջ ինչ որ կա ես դες արդեն ջոկեցի ոնց որ ասում ընկալեց բայց մարդիկ կան մի քանի դախադասությունից հետո զգում ես որ բանը ես տենց դեպք ունեցել եմ երբ որ հիվանդին մինչև վերջ չենք ասել չեմ ասել բայց հիվանդը գնալով ոչ թե լավանում է վատանում է հիվանդի ամուսին ասում է բժիշկ բա դու տեղյակ չի ամուսինը որտեղ տղան ասել է ոչ մեկին չասեք մենակ ինձ ասեք բայց այդ մարդը տեղյակ չի դե հիմա տեսեք ինչա դուրս գալի հիվանդներ կան իմանալով ուժ են վերցնում ոտքի են կանում հիվանդներ կան չէ ոնց ասեմ ձեզ ուժի հարցը չի այստեղ իրանք կարևորում են իրենց գործողությունները ու իրենց ծրագիրը որ ինչպես անեն ես ավելի շատ տենց եմ մտածում ես չեմ ասում նրա համար որ ինչ որ խափեմ չէ ես շատ անգամ չեմ ասում նրա համար որ չվնասեմ որպես բժշկության հիմնական օրենք հենց այդպես ասացի այդ կարևորն է որոշ դեպքերում Արյունին գանք, ես մասնագիտական հարցեր տալու իսկականից հնարավորություն չունեմ, որտեղ մասնագետ չեմ։ Չէ, բայց ես չեմ կարող մասնագիտական, բայց արյունը որպես պրիմիտիվ հարցը տվեք ամեն։ Դե այդ հենց այդպես էլ ուզում ասեմ, արյունը որպես օրգանիզմը շարժող ամենակարևոր բան, ինչ պիտի անեն մարդիկ բոլորս 60-ից հետո, որպեսզի արյան հետ կապված խնդիրներ չունենան, հաշվի առնելով որ դուք հիշում եք այդ ծերանալու բժիշկները եւ որ սկսում են ծերանալ ինչ են անում։ Կա դուք կարող եք հարցնել կա ինչ որ ձև տրանս բանաներով ոնց որ մեսերից վերացնելու կամ քչացնելու եւ այլն միանշանակ պատասխանը բժշկության մեջ դա չկա տեսության մեջ բայց հնարավոր բաներ կան օրինակ ֆիզիկական աշխատանքը ֆիզիկական պարապմունքները սպորտը պահպանիչ տենց ուրեմն հնարավորությունները որոշ չափով դա կարող են բանանել այստեղ մի հատ կարևոր բան կա այսօր բժշկությունը աչքով չի կարող տեսնել որ բջիջն է արդեն կատարել իր առաքելությունը, իսկ որը շարունակում է, դա կարելի անել միայն նուրբ, շատ բարդ իմունոլոգիական հետազոտությունների միջոցով, որը բոլորին պարզա որ հնարավոր չի։ Դրա համար տեսականորեն
տեսականորեն։ Եթե ակտիվ եք, եթե շարժունակ եք, եթե էմոցիոնալ կապ ունեք, եթե առաքելություն ունեք, որ կարծում եք պիտի կատարեք, հավատացեք, որ ձեր այդ բջիջները կպակասեն։ Դա այդ ծերացող բջիջները կպակասեն։ Ինձ խոսքի վրա պետք է հավատաք մենակ, ուրիշ ձևի չեմ կարող ապացուցեմ։ Դե ես կյանքի վրա եմ հավատում, բայց այստեղ ուղղակի մի հակասություն կան մարդիկ, որոնք ակտիվ են, կենսունա, գործունյա, մեկ էլ թելը կտրվում, առաքելությունն են վերջացնում։ Որոշակի առումով միգուցե եւ այո, բայց կարող է նես լինի, որ դեր ես ձեզ ասել, Լեոնարդո դա Վինչի չէր կարող մահանալ 48 կամ 44 տարեկան հասակում։ Նա պետք է ավարտի իր գործը նոր։ Միգուցե այդ ուժնա, որ թույլատալին մարդուն ավել գնալու, բայց դժվար է ինձ ասել, որովհետեւ կան բաներ, որը մեզանից այնքան լկախված չեն, ասենք դե օրինակ տրավման, տարբերակի պատահարները, նույնիսկ ուռուցքային հիվանդությունները նույնպես կապված են դրա հետ։ Երբ որ օրգանիզմում ավելանում է այդ ծերացող բջիջների քանակը, տեսականորեն էլ ավելանում է հնարավորությունը ստանալ ուռուցքային հիվանդություն։ Ստեղ էլ այդ բանը կա։ Բայց ես չի ասի, որ դա 100%-անոց բան է։ Մարդիկ կան հարստության մեջ լողում են եւ հիվանդանում են, մարդիկ էլ կան, որ այսպես ասենք, աղքատ են, բայց ապրում են բավական երկար։ Աղքատ եւ առողջ։ Եվ առողջ։ Նու առողջը կասկածելի է, անպայման մի հիվանդություն կունենան, եթե նրանք չունեն ունևոր չեն, ուրեմն մի խնդրեմ եղել է, որ չեն ֆիզիկական, հոգեկան կամ չգիտեմ ինչ ձևի։ Երկարակեցությունը նաև կայացած առողջապահական համակարգի արդյունք է։ Այո, 100%-ով իհարկե։ 100%-ով։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում սպասվող կյանքի տևողությունը 74 տարեկից անց է։ Բանում Ճապոնիայում 90 է։ Որոշ մարդիկ մեր վերևի հարևանները ասում են 150 տարի պետք է ապրի։ Տենց ֆանտաստիկ բաներ կան, բայց որ առողջապահության համակարգը ստեղ կարևոր է, դա միանշանակ է եւ շնորհիվ դրան է եղել։ Պատվաստումները ինչ են արել։ Պատվաստումները փորձել են եւ փորձում են եւ անում են։ Կանխարգելել մահերը։ Հաստատ լավ կարգավորված առողջապահության համակարգում այ մարդիկ ավելի շանսեր ունեն ավելի երկար ապրելու։ Տեսեք, ասում շանսեր, հնարավորություններ, եթե լավ կամակարգ առողջապահության մարդկանց շանսերը երկար կապրեն, ավելանում է այդ հաստատ։ Իմ հյուրերը, որ բժիշկներ են, երկարակյաց են։ Համակարգը կենսաբանությունը հասկանալու շնորհիվ է, անընդհատ սովորելու, որովհետև դա երկարատև մասնագիտություն է։ Մասնագիտությունից երևի արվեստին զուգահեռ մեկ էլ բժիշկներն են, որ դժվար կայանում են, երկար տարիներ են սովորում, համեմատած եւ հետո ամբողջ կյանքում են սովորում եւ ասում են, որ անընդհատ սովորելն էլ երկարակեցության բանալիներից մեկն է։ Նու դա գիտեք ինչին է վերաբերում են էմոցիոնալ կապին, որ դուք կապ ունեք ոչ թե մենակ մարդկանց հետ, այլև գրքերի, գիտության եւ այլն, դուք այդ կապը պահպանում եք, բայց որ բժիշկները ավելի երկար են ապրում, դա էլ շատ բան է, խնդրահարույց է, որովհետեւ կան բժշկական մասնագիտություններ, որ ճիշտ հակառակն է, օրինակ ասենք թե վիրաբույժները այդքան երկարակեցություն ստատիստիկայով եթե խոսենք, այնուամենայնիվ իրանց մոտ, բայց կան, իհարկե կան։ Ստրեսն է պատճառը այդ դեպքում։ Իհարկե,